Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։ Ողջույն հարգելի ռադիո ունկնդիրներ, լրատվական ռադիոյի եթերում թարմուղեղով հաղորդաշարն է սկսում իր աշխատանքը։ Տաղավարում աշխատում է Աննա Դանիելյանը, այսօր իմ զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Հաղորդումը սկսեմ մի մեջբերմամբ, այնուհետև շարունակենք։ Ես այս երկրից եմ, իմ ողջ գումարն եմ ներդրել, ես իմ ժողովրդի հետ եմ, եթե անհրաժեշտություն լինի, եթե պահանջարկ լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց հնարավոր է, որ փակված էջը բացեմ, ուզում եմ բոլորին տեղեկացնել, ինչքան մարդը զոր է, ուժեղ, բարի, այնքան կամեցող եւ ներող է։ Կարծում եմ միտքը ծանոթ էր, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միտքն էր։ Փաստորեն նա չի հերքում, որ կարող է հայտնվել մեծ քաղաքականության մեջ կրկին, որքանով եք սա տեղին համարում եւ արդյոք հնարավոր համարում եք թե ոչ։ Գիտեք, ես երեք մտածեցի, այստեղ ես կարծում եմ մի խնդիր կա։ Ավելի քան համոզված եմ, որ մեծ քաղաքականություն չի վերադառնա, բայց քանի որ 17 թվական ինք ուզում է, ես ինչքան հասկանում եմ, ինք ուզում է դառնալ պարզապես լինի падգամավոր։ Падգամավոր դառնալու համար նոր օրենքով պետք է լինել ինչ-որ կուսակցության ցուցակում կամ ինչ-որ բլոկի ցուցակում, այսինքն մեծամասնականով, եթե մնար մեծամասնական տեղերը լիներ, ինչպես եղել է մինչ օրս, համոզված եմ, որ նման հայտարարություն չէր լինի, գոնե այս պահին, բայց քանի որ պետք է ինչ-որ մի ցուցակով գնալ, եղավ նման հայտարարություն առայժմ, հետո կտեսնենք զարգացումները ինչպես կլինեն։ Ծառուկյանն ասում է, որ դրա կարիքը ինքը չունի, պարզապես որոշ մարդիկ, ովքեր որ չեն կարողանում, այսպես ասած, առաջ տանել, ինքը կգա եւ կփորձի, այսպես փրկողի դերում լինել։ Եւ իդեպ ասում է, որ ներել է։ Արդյոք իշխանությունները նրա ներման կարիքն ունեին, թե ոչ։ Գիտեք ոնց է, որ ասում է ինքը կարող է գա, ինքը մի անգամ էլ այդ նույնը ասեց, բայց երեք ասում է դե կարող է արուն լիներ։ Այո։ Հիմա եթե նորից գա կարող է էլի արուն լինի։ Այստեղ խնդիրը հենց դրանում է։ Գիտեք, այստեղ Գագիկ Ծառուկյանը ինքը բարերար է, գործարար է, չգիտեմ, շատ հարցեր կարող է լինել, որտեղ ինքը շատ լավ իրեն դրսևորի, բայց փորձը ցույց է տվել, որ քաղաքական գործիչ չէ, որևիցե կերպ։ Դրա համար ես դա ասել եմ միշտ, կշարունակեմ ասել, հիմա էլ երեկվա իր հայտարարությունն էլ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, ու չի էլ դառել, չի էլ դառնա։ Իր մարդկային տիպաժն է ուրիշ։ Հա։ Ամեն դեպքում բացասական կերպար չի ձևավորել։ Չէ, ինքը շատ մեջ։ Հասարակության մեջ շատ բնականաբար կան դրական արձագանքներ, իրոք կան մարդիկ, որ ուզում են, որ հետ գա եւ այլն եւ այլն։ Նախորդին նրա տան դիմաց այդ ցույցը։ Ասում եմ որպես քաղաքական տեխնոլոգ, որպես մարդ, որը շատ երկար արդեն հետևում է զարգացումներին քաղաքական դաշտում Հայաստանում, երևի թե սկսած 88 թվից ավելի լուրջ 93-4 թվականից։ Բայց ես ասում եմ, որպես քաղաքական գործիչ այդպես էլ չձևավորվեց ու չի էլ ձևավորվի, որովհետև նորից եմ ասում, ինքը ավելի շատ բիզնեսմեն է։ Կարող կան մարդիկ, որոնք կարան լինեն եւ բիզնեսմեն եւ քաղաքական գործիչ։ Գագիկ Ծառուկյանը միայն լավ բիզնեսմեն է, բայց քաղաքական գործիչ չէ։ Պարոն Քոչարյան, հնարավոր է արդյոք, որ իշխանությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում են ինչ-որ վերադասավորումներ անել, նաև հաշվի առնելով այն, որ Ծառուկյանը ամենայնիվ դրական կերպար է ամեն դեպքում ժողովրդի մոտ ձևավորել, ու հնարավոր է, որ իշխանությունը չի բեռի տակ էլ չմտնի քվեկեղծելու, այլ նրա շնորհիվ որոշակի քվեներ ստանա իր օգտին։ Իհարկե չի բացառում, որովհետև միանշանակ հասկանալի է, որ եթե անգամ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքական դաշտ այս կամ այն ֆորմատով, դա լինելու է միայն իշխանությունների հետ համաձայնեցված, համագործակցելով։ Երեք Ծառուկյանը ոչ մի կերպ չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե որ թևից է ինքը լինելու։ Ծալված էջը որտեղից է բացելու, այնտեղից որտեղից որ կանգնեց իշխանափոխությունից, թե
կլինի արդեն իշխանության կողմից։ Ինչ եք կարծում, որ թևում կլինի։ Միայն ես ասեցի արդեն, միայն իշխանության, միայն։ Շատ լավ, ես ձեր մտքերից մեկը։ Մյուս կողմին այդ դառա փորձը ինքը արդեն տեսել է։ Ինչպես դուք եք ասում, կարծես թե քաղաքականության մեջ ամեն ինչ փողն է, չէ՞, որոշում դա որպես նպատակ է օգտագործվել։ Քաղաքականության մեջ ամեն ինչ փողն է որոշում։ Ամեն դեպքում փողը նպատակ է դառնում, այլ ոչ թե միջոց, որպեսզի նպատակներն օգտագործեն։ Այո, ես դա ասել եմ, բայց ոչ միայն քաղաքականության մեջ, դա ցավոք սրտի այսօր գլոբալիզացված աշխարհի ամենամեծ խնդիրներից մեկն է մարդկության համար, որ մարդկության համար նպատակը դարել է փողը, ոչ թե փողը, եթե մինչ այդ գործիք է եղել, հիմա դարել է նպատակ։ Պարոն Քոչարյան, երբ որ քառօրյա պատերազմից հետո նախկին վարչապետը հայտարարություն արեց, որ այսուհետ ավելի լավ են կառավարելու, փորձելու են խնայել պետական բյուջեն, կանձարանաշատ։ Ես ասեցի մի վերю։ Այո, չեք հավատում։ Հիշեցի Ստանիսլավ։ Այո։ Հենց մեր եթերում։ Այո։ Հիմա նոր կառավարությունն իր նոր ղեկավարով, արդյոք ձեր հույսը վերականգնեց, թե ոչ։ Գիտեք, ես այս հասարակության անդամ եմ, ինչ-որ մասնիկ եմ, և հասարակության նման լցված եմ զգուշավոր օպտիմիզմով։ Գիտեք, որովհետև ասեմ ինչու, բացատրեմ ինչի եմ այն ժամանակ ասել, հիշել Ստանիսլավսկին, իսկ հիմա ընդհակառակը ճիշտ զգուշավոր, բայց այնուամենայնիվ հավատ և օպտիմիզմ կա, որովհետև հիմա գոնե կադրային հատվածով, չեմ ասում լավն են այս կադրերը, ամենևին, խնդիրը դա չէ, ում որ հանել են վատներին, սրանք լավն են, ում որ եկել է, չէ, բայց քայլեր արվել է, այսինքն այն ժամանակ, երբ որ դու ճահիճ ես միայն տեսնում, որևիցե քայլ, գիտեք, ես միշտ շատ եմ սիրում այդ խաղը խաղալ, և ասեմ ինչու եմ սիրում, խոսքը մաֆիա խաղի մասին է, որովհետև այդ խաղում ես վաղուց այդ խաղը ինձ սովորացրել է, մի շատ կարևոր բանի, ոչ թե լսել մարդկանց, այլ հետևել նրանց գործողություններին, որովհետև խոստումներ, խոսքեր, շատ ենք մենք մեր կյանքի ընթացքում լսում, բայց գործողությունները ցավոք սրտի այդ խոսքերի ընդամենը 10-15%-ն են կազմում։ Ես հիմա գործողություններ եմ տեսնում, նորից եմ ասում, կբերեն այդ գործողությունները ինչ-որ նպատակի, թե չէ, դա ժամանակը ցույց կտա, բայց գոնե ճահիճը արդեն մաքրված է, շարժ կա, արդեն հոսում է ջուրը, ջուրը իր հետ կբերի ասեղ թե գերան, ցույց կտա ժամանակը, բայց հաստատ այն հոտած ճահիճը չկա էլ արդեն։ Կարապետյանի ծրագիրը, ինչպես դուք եք ասում, դա կփորձի տնտեսությունը հանել կոմայից, բայց արդյոք կբուժի թե չէ։ Ի վերջո կբուժի թե ոչ։ Թե դեռ 6-7 ամիս այսպես փորձենք փորձեր տեսնել։ 3 օր հետո կամ մի շաբաթ հետո ծրագրից ասել, որ կբուժի։ Մեկ ամիս արդեն անցել է մոտ։ Ես ինքս եմ ասում, որ ես այնտեղ չեմ տեսնում ծրագիր, վատ իմաստով չեմ ասում, նորից եմ ասում, որովհետև դա չէր կարող լինել ծրագիր։ Դա ընդհանրապես ֆորս մաժորային օպերատիվ գործողությունների քայլերի շարք է։ Կարվեն այդ քայլերը, դուրս կբերվի, չեն արվի, չի բերվի։ Այսինքն մի շաբաթ հետո ասել բան, ես գտնում եմ, որ գոնե ես չեմ կարող ասել, չգիտեմ, եթե կգտնվի մարդ, որը կարող է, չգիտեմ, այն 6-րդ զգայարանով ասել, միգուցե։ Կառավարության ծրագրի առաջին հենց նախադասությամբ այսպիսի մի ամրագրում կա, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի, քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը եւ ապագայի նկատմամբ լավատեսությունը։ Տեղի ունեցողը իհարկե իր տոնայնության PR դրսևորում է։ Ճիշտ է։ Արդյոք դա չի կարող կամ հնարավոր չէ արդյոք, որ հանրությանը փորձենք այս գեղեցիկ խոսքերով հիպնոսի մեջ գցել։ Ինչքան ժամանակ հնարավոր է, բայց շատ կարճ ժամանակահատված, որովհետև այդ վստահության քվեն հասարակությունը, որը տվել է այսօրվա կառավարությանը, ինքը ունի ժամկետ։ Ժամկետը շատ քիչ է։ Հիպնոզից շատ արագ դուրս կգան, որովհետև առանց այն էլ հասարակության վիճակը շատ ծանր է, օպտիմիզմով կարելի է ապրել լավ 15 օր, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո միևնույն է հաց են ուզելու,
Զարթնելու են, որովհետև անգամ հիպնոզի մեջ սոված հնարավոր չի մնալ շատ երկար։ Իսկ արդյոք այդ Երբ հացը չապահովվեց, ամեն ինչ մոռացվելու է նորից։ Այսինքն հաց ասելով ես դա բարձա, որ այդ նույն արդարությունը, այդ նույն արժանապատիվ կյանքը, այդ ամեն ինչը մարդը, ես ասել եմ, քաղաքացին Հայաստանի պետք է, եթե իր մաշկի վրա շատ արագ ժամանակահատվածում մոտակա ապագայում չզգաց իր մաշկի վրա այն ինչ որ ասվում է, այն ինչ որ առանց ասելու էլ հասարակությունը սպասում է կառավարությունից նոր, այս ամեն ինչը դառնալու է նորից հետ են գալու ի շրջանս յուր։ Պարոն Քոչարյան, այսօր լրահոսն էի նաև ուսումնասիրում, թերթերից մեկը գրել էր, որ այսօր հանրապետական կուսակցության գործադիր մարմինիստում կարող են հայտարարել, որ Կարապետյանը կարող է դառնալ հանրապետական կուսակցության անդամ, հնարավոր է սա թե ոչ։ Ամեն ինչ հնարավոր է, անհնարին ոչինչ չկա, ես որպես տեխնոլոգ խորհուրդ չէի տա ոչ Կարեն Կարապետյանին, ոչ Սերժ Սարգսյանին, որ Կարեն Կարապետյանը հիմա դառնար հանրապետական կուսակցության անդամ։ Դա կկոտրի նրա կերպարը։ Դա ես կարծում եմ, գիտեք, այսօր Կարեն Կարապետյանի իմիջը շատ ավելի բարձր է, քան հանրապետական կուսակցության, ընդհանուր կուսակցության։ Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Կարապետյանը միգուցե եւ դառնա եւ դա նորմալ է ընտրություններից առաջ ենթադրենք փետրվարին, բայց եթե մինչեւ դա այդ պահը ՀՀԿ-ի հետ կատարվեր այն ինչ կատարվեց այսօրվա կառավարության հետ։ Փոփոխվեր կազմը։ Այո, փոփոխվեր, մաքրվեր, գային նոր կամ հասարակության համար ընկալելի դեմքեր եւ այդտեղ նոր մտներ Կարեն Կարապետյանը իր թիմով։ Դա համենայն դեպս չէր խփի ոչ Կարեն Կարապետյանին եւ կբարձրացներ հանրապետականի իմիջը, որը այսօր գրեթե մեծ տեմպերով ձգտում է 0-ի։ Այսօր հայտարարելով հանրապետականի իմիջը չի բարձրանա, միևնույն է, եթե չմաքրեն։ Չէ, եթե միասին հայտարարեն, որ այսինչ մարդիկ չեն լինելու, այսինչ, բայց պետք է հանեն, մի քիչ անցնի, հասարակությունը մարսի, մի փոքր ընկալի իմ կարծիքով, հա, նորացված ՀՀԿ-ն, նոր Կարեն Կարապետյանը, այսպես ասած, սպիտակ ձիով գար մտներ։ Հակառակ պարագայում ՀՀԿ-ն միևնույն է, իմիջը չի բարձրանա, իսկ Կարեն Կարապետյանինը կընկնի։ Կրկին հուսալքություն կունենանք այդ դեպքում։ Ես չի որ հերթականը կունենանք, ասենց ասեմ։ Իսկ կան դաշտում, այսպես ասած, ճակերտավոր քիչ կեղտոտված անձինք, ովքեր կկարողանան փոխարինել եւ այսպես ՀՀԿ-ի մաքրումից հետո մտնել եւ փորձել մարդկանց մեջ վստահությունը կրկին վերականգնել։ Շատ կան, դաշտում իհարկե կան։ Վերջի վերջո սա հասարակությունն է, ոչ թե Սոդոմ Գամոր, չէ՞։ Սա հասարակության մեջ լիքը մարդիկ կան նորմալ, այդ թվում նաև հանրապետականում կան շատ նորմալ մարդիկ։ Պարզապես բարքերն այնպիսին էին վերջին տարիներին, որ նորմալ մարդիկ ստվերում էին գտնվում։ Մեր մոտ ստվերում երկու բաներ գտնվում Հայաստանում վերջի 20 տարին՝ նորմալ մարդիկ եւ հիմնական բյուջեի փողերը։ Պարոն Քոչարյան, Կարապետյանն ասում է, որ բարեփոխումների հասնելու համար նախ եւ առաջ պետք է սկսել մեզնից, իրենցից, կառավարությունից։ Տեսեք, ինձ մոտ միշտ մի հարց է առաջանում հասարակության տեսակետից, նաև օրինակ եմ բերում, զուտ դա ասում եմ օրինակի համար թարմ օրինակ էր, որ Ծառուկյանի տան դիմաց հավաքվել էին մարդիկ, ովքեր նրա վերադարձն էին, չէ, պահանջում։ Ինչու ենք մենք յուրաքանչյուր անգամ, ինչու հասարակությունը յուրաքանչյուր անգամ կանգնում այն անձի կամ քաղաքական ուժի կողքին, ով նրա ձեռքը օդում է թողնում։ Ինչու ենք մենք յուրաքանչյուր անգամ փնովում հանրապետական կուսակցությանը, բայց ընտրությունները ցույց են տալիս, որ կրկին քվենք տալիս նրանց։ Ինչու ինքներս մեր մեջից չենք փորձում ինչ-որ բան փոխել, այլ ոչ թե նստել ու քննադատել, որ սա լավ չի արվում, այստեղից են գողանում։ Դուք ինձ թվում է սխալ մարդու եք հարցը տալիս, որովհետև գոնե ես այն մարդկանցից եմ, որը
այնպես չի, որ միայն քննադատում եմ իշխանություններին, ես առաջին հերթին միշտ ասում եմ, այդ իշխանությունները Մարսից չեն իջել։ Մեր մեջից հասարակության պրոդուկտն են։ Իհարկե, ինչպիսին հասարակությունն է, այնպիսին իշխանություններն են, այնպիսին չինովնիկներն են։ Ես միշտ ասում եմ, հասարակության խնդրեմը հասարակության մեջ է։ Հասարակությունը ինքը չի ուզում ապրել օրենքով։ Միշտ բողոքում ենք արդարադատությունից, բայց մեր հասարակության անդամների մեծ մասը բողոքում են այն արդարադատությունից, որը վերաբերվում է անձամբ իրենց։ Հենց հարևանին է վերաբերվում։ Կենցաղային մակարդակով, չէ՞։ Այն ռուսի ասած մայա խատը սկրայու, ես գործ չունեմ, թող ինքը իր հարցերը լուծի, եւ ինձ անցավ դա գլուխս դնեմ դարդի տակ եւ այլն, հա, նման ֆրազաներ լսել եք։ Իհարկե հասարակության խնդիրն է։ Հասարակությունը, բայց ես միևնույն ժամանակ հասարակությանը նաեւ մենք մեդիա դաշտի ես դուք մեդիա դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները իշխանության հետ միասին բոլոր տարիների հասցրել ենք այն աշճան դեգրադացնել, որ հասարակությունը այդպես է մտածում, այսինքն մենք չենք կրթել հասարակությանը, մենք չենք, մեդիան չի եղել այն լոկոմոտիվը, որը պետք է, հավատացեք ինձ, աշխարհի լուբոյ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր ազգ, փոքր, մեծ, կապ չունի, ամեն տեղ հասարակությունը ինքը ապրում է միշտ իր կենցաղային խնդիրներով, հիմնականում, հա, կա պարզապես ինչ-որ մի էլիտա, որը պետք է առաջ տանի այդ հասարակությանը, այդ պետությանը, այդ թվում նաև լուրջ ագիտացիայով, պրոպագանդայով, նայած ինչ ենք պրոպագանդում, հիմա տեսեք մենք ինչ ենք պրոպագանդել վերջի 20 տարին, եւ ինչ էիք այդ սրանից հետո ուզում ունենանք, մենք հիմա ունենք սերիալային հասարակություն, սերիալային բարքերով, այդ ենք քարոզել, այդ ունենք, այդ թվում նաև տեսեք, մեր մոտ արդեն ընտրություններն են դարել սերիալներ, այն ինչ որ կատարվեց Վանաձորում, այդ սերիալ է, ընդ որում ինքը շարունակվում է, տեսնենք վերջը ինչ է լինելու, այն լավ տղեն եփ է գալու աղջկան փրկի, այսպես վիճակ է մի հատ։ Քարորիա պատերազմը, հետո Սասնա ծռերի ապստամբությունը, արդյոք սրանք խթան չէին, որպեսզի հասարակությունը փորձեր այլ կերպ մտածել։ Գիտեք, փոխվել։ Դրանք լուրջ շոկեր էին երկուսն էլ, իհարկե խթան էին դրա համար էլ նաև նույն իշխանությունը, թեև ես միշտ ասում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի դեռ չէր եղել ոչ ապրիլյան, ոչ քարորյան, ոչ հուլիսյան դեպքերը, փետրվարի 12-ին արդեն նշմարվեցին, հա, ինչ որ փոփոխություններ, պարզապես այստեղ ապրիլն ու հուլիսը դառան կատալիզատորներ այդ ամեն ինչի, իհարկե դառան, իհարկե խթանեցին։ Դա ցնցուղ էր, դա ցնցում էր, որը մի փոքր հետ բերեց իրականություն, ընդ որում բավականին դառ է իրականություն հասարակությանը։ Դրանից հետևությունը որը պետք է լինի մեր։ Այն ինչ որ հիմա կատարվում է։ Այն ինչ որ հիմա կատարվում է հետևությունը դա է։ Գոնե իշխանությունները ես կարծում եմ արեցին հետևություն, դրա համար արեցին այն, ինչ հիմա անում են։ Փոփոխությունները ինչ փուլով եք պատկերացնում, որ կշարունակվեն, բացի այն, որ կառավարությունն է փորձում ծրագրերը առաջ տանել։ Էլ ինչ փոփոխություն կտեսնենք քաղաքական դաշտում։ Գիտեք, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ կմաքրվի եւ քաղաքական դաշտը, եւ վարչատնտեսական, չինովնիկական դասը, կմաքրվի ոչ միայն կադրային առումով, այլ մտածելակերպի առումով։ Ես հասկանում եմ, դժվար է 100-120 հազար դրամ աշխատավարձ ստանալ տալով ու այդ մարդկանցից պահանջել նվիրվածություն իր գործին եւ այլն, բայց մյուս կողմից եթե չսկսենք ինչ-որ մի բանից, այդ 100-120-ը 100-120 տարի էլ կմնա 100-120։ Այսինքն մենք պետք է ինչ-որ մի պահ հասարակության գոնեն առաջադեմ հատվածը փորձի բացի
զուտ բան մերկանցիլ այդ մտածելակերպից մի փոքր էնտուզիազմ էլ մտցնի իր աշխատավոճի մեջ, մի փոքր, շատ չէ, ես հասկանում եմ, որ էնտուզիազմը իմիջիայլոց ես առանց էնտուզիազմի որևիցե բանում հասնել հաջողության հնարավոր չէ, ես հասկանում եմ, որ էնտուզիազմը բնորոշ է երիտասարդներին ավելի շատ, մարդկանց, ովքեր չունեն պատասխանատվության ընտանիքի առջև, երեխաների առջև, ունեն նպատակներ, որի այն վեհ նպատակներ, որին հասնելու համար իրենք պատրաստ են տարբեր զողողությունների, այդ թվում նաև նյութական, բայց եթե հաշվի առնենք ինչ վիճակում է այսօր պետությունը, որի մասին իդեպ ես կամ դուք չենք ասում, այլ բարձրաձայնում է նոր վարչապետը, ապա առանց էնտուզիազմի հնարավոր չի լինելու դուրս գալ այս վիճակից։ Չեմ ասում լրիվ 100% էնտուզիազմ, բայց դուք որ ձեր վրա վերցնեք կամ ձեր շրջապատում միշտ կտեսնեք, որ մարդկա շատ լավ աշխատանք ունի, շատ բարձր աշխատավարձ է ստանում, բայց միշտ իր աչքերում չկա այն փայլ, որտեղ չի սիրում իր աշխատանքը։ Մարդ էլ կա սաղ կյանք, ասենք 70 տարեկանում ու 18 տարեկանի նման աշխատում է, որովհետև այդ մարդը սաղ կյանք սիրել է իր աշխատանքը։ Այսինքն պետք է սիրես այն ինչ որ անում ես։ Չսիրեցիր, շատ արագ է բարձնելու այդ ամեն ինչը։ Մեր վարչապետը նոր ասում էր, որ բավականին ծանր ծանրաձող են բարձրացրել, դրա հետ մեկտեղ կարելի ասել, որ պատասխանատվությունն է բավականին մեծ։ Արդյոք եթե նա կկարողանա այդ պատասխանատվությունը կրել եւ իրականացնել հասարակ քաղաքացու նկատմամբ, որպեսզի նորից հիասթափություն չլինի։ Գիտեք, ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը այն գործիչներից է, որը յուրաքանչյուր բառ ասելից մտածում է, հասկանում է, որ դա վերադառնալու է կամ վերադարձնելու են իրեն ինչ որ մի պահ։ Դրա համար նա մտածված է ասում։ Հետևաբար ես հույսով եմ, ես չեմ ճանաչում, չեմ շփվել այդ մարդու հետ, բայց հետևելով ես փորձում եմ ընկալել իրեն այդպիսին։ Այդ իսկ պատճառով ենթադրում եմ, որ ինքը իրոք կրում է այն պատասխանատվությունը, որի մասին ինքը ասում է։ Շատ լավ, մեզ հատկացված եթերաժամը սահմանափակվեց, շնորհակալություն հրավերն ընդունելու համար, այսպիսով եզրափակենք հաղորդումը, իսկ ես հիշեցնեմ, դուք լսում կամ դիտում եք Թարմ ուղեղով հաղորդումը, տաղավարում աշխատում էր Աննա Դանիելյանը, զրուցակիցս քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր, հաջողություն։ Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։